Բարև հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր երիտքաստ ոդկասթների շարքը եւ այսօր մեր հյուրն է հայրենի կուսակցության երիտասարդական կառույցի համակարգող այբարատ շարժման համակարգող Մեսրոպ Հովհաննիսյանը, ողջույն Մեսրոպ ջան։ Ողջույն ձեզ։ Այսօր որոշել ենք իրար տարբեր թեմաներ քննարկենք, թե քաղաքական, թե կրթական, բայց նախ կարող ենք սկսել կրթականից, հենց այբարատից սկսենք, կխնդրեմ փոքր ներկայացնես հիմնական նպատակները, շարժման ինչ խնդիրներ եք տեսնում եւ այլն։ Նայեք, այբարատ մշակութային նախաձեռնությունը ինչից ծնունդ առավ։ Երբ որ Արարատի թեման հասարակության մեջ լայն տարածում ստացավ, այսինքն երբ որ ասացին, որ Արարատը պետքա պետական խորհրդանիշներից անենք, որովհետև դա մերը չէ, դա Թուրքիայինն է։ Այդպիսի հայտարարություն արել են։ Դե հիմա որ հանում են, այսինքն կնիքի վրայից եւ ցանկանում են պետական զինանշանի վրայից անեն, այսինքն այդպիսի հայտարարություն արդեն եղել է։ Նաեւ Ալիևը որպես երրորդ երկիր ինքը ասաց, որ չպետք է լինի Արարատը, ձեր զինանշանը մեջ, ձեր սահմանադրությունը փոխեք, դա էլ հեռացրեք։ Ասենք Ալիևը երրորդ երկիրը ընդհանրապես այդ կապ չունի։ Միջազգային հանրությունը միշտ սիրում է մեծ ցուցումներ տալ, բայց չի ասում տղաջան դու վերընկի տեղը տելի դու ով ես, որ մտնես երկու երկրի հարաբերության մեջ։ Նախ սա մեկ։ Հիմա մեծ ինչու այբ։ Մեր այբուբենի, որ սկսվում է այբենգին, գիտեք դե շատ լավ, քանի որ մեր սուրբ Մեսրոպ Մաշտոցի վերաբերյալ արդեն որոշեցին դարձնել QR կոդ իրա։ Մենք այդ նախաձեռնությունը նախատեսեցինք անդամներով, առաքյալներով, ասենց ասեմ, այդ բարդ պարտականությունը վերցրեցինք մեզ վրա, որպեսզի գնանք ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ, մեզ դեռ պատասխանը չեն տվել, այսպես ասեմ։ Քննարկում եմ ինչալոց գնացել ԿԳՄՍ, գիտեմ որ ԿԳՄՍ փոխնախարարի հետ եք հանդիպել։ Չէ, փոխնախարարի հետ պետք է հանդիպենք, բայց ինչ պատճառներով ինքը չհանդիպեց, ասաց հանդիպման են, փոխանցեց իհարկե աշխատակցի հետ։ Մեզ մոտ իջավ մշակույթի եւ ժառանգության վարչության պետը։ Մենք իհարկե իր երկխոսության մեջ չմտանք, եւ եկավ կրթական, հանրակրթական ներկայացուցիչը, ազգանունը մոռացա, իր հետ հանդիպեցինք, մեր պահանջները ներկայացրեցինք իրեն։ Հիմնական պահանջները Արարատի այսպես վերադարձան որպես պետական խորհրդանիշ եւ Մեսրոպ Մաշտոցի եւ Արարատի վերաբերյալ այսինքն ընդհանուր Մեսրոպ Մաշտոցի թե նաեւ հենց դասագրքերի խնդիրն է։ Նայեք, ուրեմն որտեղ ընդհանրապես բողոքում են հենց դասագրքերի որակից ու Մեսրոպ Մաշտոցը ոնց որ այդ խնդիրներից մեկն է, այսինքն որ հանել են, ուզում են QR-ով դնեն, թե պետք քաղաքապետարանը ասում է, որ հեռախոս չպետք է լինի դպրոցը։ Համլետ ջան, եկեք մի հատ իրար չխառնենք բոլորը։ Նայեք, ուրեմն քաղաքապետարանը հանրակրթական վարչությունը ինքը տարածել էր հայտարարություն, որ բոլոր դպրոցներում պետքա հեռախոսները, սմարթֆոնները վերացվեն։ ԿԳՄՍ-ն ասում է պետքա QR կոդ դրը Մեսրոպ Մաշտոցի տեղը լինի, որ երեխան հեռախոսով, չգիտեմ, QR-ով մտնի։ Ուզում հասկանամ, ես իրանց էլ ընդդասեցի, երկու համակարգերը պետական, իրար հետ կոմունիկացիոն հարաբերության մեջ չեն, այսինքն մեկը մեկից տեղեկացված չի։ Տնավար է ասենք էլի։ Նախարարության ներկայացուցիչը ասեց բոլոր դպրոցներում անցնում է նախարարության հրամանը։ Դա արդեն իրանց խնդիրն է, եթե այդպես է լուծեն, բայց նախ ես կողմ եմ, որ սմարթֆոն չլինի։ Ինչի համար մեկ անգամ հարցազրույց ես տվել եմ այդ առիթով եւ ասել եմ, քանի որ երեխան չշեղվի դասերից։ Եթե ծնող հետ հրատապ խոսակցություն ունի, գոյություն ունի դասղեկի մոտ հեռախոս, կարա կապվի։ Դա ոչ մի պրոբլեմ չի։ Ըստ մի բան ասեմ, ընդհանրապես կառավարությունը հիմա ճակերտավոր այսպես է գլուխն է, գովում, որ իրանք նոր դպրոցներ են կառուցում, շատ դեպքերում մարզերում ինչ որ չգիտեմ, վիդեոներ են տեղադրում, գնում բացում են անում եւ այլն, բայց կոնկրետ ինչ բուն որակին այստեղ հարց է լինում ու հասարակությունն էլ այդ խնդիրը բանանում էլի։ Հիմնականում հասարակությունն էլ այդ խնդիրը բարձրացնում, որ դպրոցները վերանորոգվում են, բայց հին մեխանիզմները կամ ընդհանրապես հինը փոխվում է նորով, իսկ նորը ոչ չի մասին է մեսաժը, որովհետեւ ինչ որ հստակ փոփոխություններ չեն արվում, ու կարող ենք նաեւ այստեղ փոխել նաեւ ակադեմիական քաղաքի մասին խոսենք, որտեղ դա էլ էլի կրթական իրականում էս բաներից մեկը, հարցականներից մեկը, որ հիմա շատ քննարկվում է։ Հայք, նախ եկեք ես մի հատ միտք ավարտեմ Մեսրոպ Մաշտոցի վերաբերյալ, Մեսրոպ Մաշտոցը QR կոդ չպետքա դիտարկվի, որովհետեւ ես
աշխատակցին առաջարկեցի, ասի եթե Մեսրոպ Մաշտոցը QR կոդ է դարձրել, հրաման է եկել նախարարությունից, ասում եք նախ մասնագետներ եք հրավիրել, մի քանի նկարի, չգիտեմ, այնտեղ բան աստեղծ եւ այլն։ Ես հարցրեցի, դուք սոցիոլոգ հրավիրել եք, որ հասկանաք ինչ է անհրաժեշտ հասարակությանը, ձեր քաղաքացիներին։ Դուք հրավիրել եք, որ հարցնեք քաղաքացու կարծիքը, նա ուզում է փոխարինի, թե ոչ, թե դուք դեպպես եք գտե հարմար։ Դե այդպես է, ես ձեզ առաջարկում, դուք կցանկանեք ձեր անձնագրի մեջ լիներ QR։ Կցանկանեք նախարարի անձնագիրը կամ վարչապետի անձնագիրը լիներ QR։ Դե այդպես է։ Չէ, ասում եք Մեսրոպ Մաշտոցը լինի, պահենք, թող երեխան լսի։ Իրենք ցանկանան, ես հասկացա, որ ինքը վիրավորվեց։ Այդ մարդուն անկեղծ ասած անհարմար դրության մեջ դրել էին, ուղարկել են մեզ հետ հանդիպման։ Այդ մարդը ինքը մեղադրեց, իրեն չեմ մեղադրում, ինքը որոշող չի, այսպես ասեմ։ Այդ մարդը վիրավորվեց։ Մենք մեր պահանջները ներկայացրեցինք, մինչև այսօր սպասում ենք, որ մեզ կտան պատասխան։ Մեր հաջորդիվ քայլը ասել եմ մի քանի անգամ, մի հատ եմ ասում, հայ բառատը նախաձեռնելու է համազգային ստորագրահավաք։ 50,000 ստորագրություն հավաքելուց հետո սահմանադրական կարգով մտնում ազգային ժողով քննարկման, որը հուսանք, որ բարեհաջող կստացվի։ Շատ ծնողներ այսօր, ասեմ ձեզ անկեղծ, այբենարանի վրա Մեսրոպ Մաշտոցի նկարը դնում են։ Նույնիսկ շնորհակալություն հայտնեմ շատ դասվարներին, որ ի հեճուկս նախարարության հրամաննի, իրենք դա անում են։ Եվ ամոթ այն դպրոցի տնօրեններին, որ իրենք արգելում են, ասում են չանեք։ Եվ նորից եմ ասում, ողջունում եմ նրանց էլ, ովքեր ազգային արժեքները պահում են։ Հիմա ձեր ասածին ասնենք։ Նայեք, դպրոց բացելը մեկ այլ բան է, որակ տալը մեկ ուրիշ բան է։ Այսօր ես ողջունում եմ շատ մանկավարժը, իմ մանկավարժին, որ ես անցել եմ, ես այն սերնդին եմ պատկանում, որ ունեցել եմ հիանալի մանկավարժներ։ Անկեղծ եմ ասում, հիմա ողջունում եմ, եթե իրանք իսկ կլսեն, ողջունում իմ մանկավարժներին։ Ես ստացել եմ հայեցի դաստիարակություն։ Ոչ միայն ընտանիքում, նաև դպրոցում։ Որովհետև ազգասիրություն կար, հայրենասիրություն, ազգային արժեք կար, վերջերս բարոյականություն կար։ Ես չեմ ասում հիմա դա իսպար վերացել է, բայց նման իրավիճակով գնում է դեպի դրան, հա։ Հիմա մեր դպրոցներում ամենակարևորը ինչն է, որակը։ Քանի որ վաղվա պետական առաջնորդը, քանի որ վաղվա մասնագետը, վաղվա քաղաքացին ձևավորվում է մեր այսօրվա կրթօջախներում կներեք։ Հա, ու ինչն է այսօր մեզ անհրաժեշտ։ Մենք շեշտը դնենք, սկսենք մեր ռադիկալ փոփոխությունը կրթօջախներից։ Եթե մի օր ինչ-որ բան կփոխվի, նոր իշխանություն կձևավորվի, պետք է շեշտը դրվի առաջինը կրթօջախներում։ Որովհետև նորից եմ կրկնում, վաղվա ապագան այնտեղից է դուրս գալիս։ Հաջորդիվ ձեր ասածը վերանորոգումը շատ լավ բան է, ով ասում, բայց գլուխ գովալ վերանորոգվում է, իսկ որակը ինչ վերապատրաստում են անցնում։ Կամ ասում է մանկավարժը գնա վերապատրաստվի, աշխատավարձը կբարձրացնենք։ Մի րոպե, մի հատ հարց տամ։ Դուք հարցաշարի իրան տալիս եք մանկավարժը, որպեսզի նախապատրաստվի սովորի։ Մանկավարժը ավարտել է, ունի պետական դիպլոմ։ Հիմա եկել է դասավանդում է։ Դուք ասում եք, պետք է կամավոր ատեստավորվես։ Խնդիր չկա, լավ, այդպես է։ Դուք հարցաշար իրան տալիս եք, որ ինքը դա գնա պատրաստվի, այնտեղից ինչ-որ հարցեր դուրս գրեք եւ իրան տակ, դա արդար կլինի, բայց ես շատ դասախոսներ կան, որ ատեստավորման այդ process-ը անցել են, բայց շատ խնդիրներ են նկատել։ Մի մասը կա, որ ասում է, որ այդ process-ը անհրաժեշտ է, հա, որպեսզի նորարարությունը լավ ծավալ լինի դասախոսներին, մյուս մասը ասում է, որ հնարավոր չի լինում նորմալ այդ ատեստավորման process-ը անցնել։ Լսեք, եթե ինձ հարցնեք, ես ինքս կողմ եմ, որ մանկավարժը ամեն տարի պետքա վերապատրաստվի։ Այո, դա պարտադիր պայման է։ Իսկ ով ասում ոչ։ Կամավոր ատեստավորման դեպքում աշխատավարձ եք ուզում բարձրացնեք։ Ընկեր, շնորհակալ ենք։ Մարդուն տրամադրեք որևիցե հարցաշար կամ ուղարկեք որևիցե տեղ կգնա դասընթացների, որպեսզի ինչ վերաբերվում է այդ քննական ընթացքին, հա, որ պետքա գա ինքը այնտեղ տա այդ քննությունը եւ կամավոր ատեստավորվի, թող նախապատրաստվի մարդը։
Եթե դա էլ չի հաղթահարի, խնդրեմ, մի բան արեք, բայց ասում եք կգաս դու ոնց ուզում ես, արի տուր։ Գալիս է եւ կտրվում, հա, եւ եթե մյուս տարի էլա կտրվում, ինչքան իմ տեղեկությամբ, եթե չեմ սխալվում, դուս է գալի, դա էլ չի աշխատում։ Հա, դա արդեն ռիսկային, այսօր էլ մենք գիտենք մանկավարժի աշխատավարձը ինչքան ծածր է, որ այսօր ինքը դրանով չի կարող ոչ իրեն պայել, ոչ իր տունը, դա բոլորս գիտենք, եւ մանկավարժի աշխատավարձը բարձրացնելը դա ուղղակի անհրաժեշտություն է։ Իսկ կրկնակեք ուզում բարձրացնել, այդ կամավոր ատեստավորում արեք, բայց պրոստ ուղղակի բարձրացնել դա պարտադիր է։ Նաև անցած իմ նախորդ ելույթում ասացի, որ ոստիկանը 55 տարեկանից գնում է թոշակի։ Արդեն իր թոշակի ժամանակն է։ Կարա մնա աշխատի, կարա ոչ, նույնը զինվորականը, որ ասել եմ, էլ ասեմ, արժանի է, բայց մանկավարժինը ինչու է հիմա չի վերականգնվում։ Անել են, դուք եկել եք լավ փոփոխություններ ասել ձեր ասելով, հետո վերականգնեք մարդու թոշակը մանկավարժի։ Ինչու՞ չեք վերականգնում։ Այսինքն, ինչա ամենացածր օղակը մանկավարժը մեր երկրում։ Այս հարցով պետք է իրոք բարձրաձայնվի շատ խոսենք։ Քանի որ դպրոցների մասին խոսացինք, մի շատ կարևոր խնդիրներից մեկը նաև թմրանյութերի տարածումն է, որի մասին կարծում եմ էլի պետք է խոսենք, որովհետև դա շատ լուրջ խնդիր է ու դպրոցներում վերջերս հատկապես շատ մեծ տարածում է ստացել։ Շնորհակալություն Արտեմ, ես դրա այդ իրավիճակին պետք է անդրադառնայի։ Անցած տարի այդ հարցը բարձրացվել է որոշ բարձր օղակներում, որ որոշ տեղերում երեխաներին եղել առաջարկ, կարելի ասել ՆԳՆ նախարարի գնացել է պաշտոնական նամակ, որ այդ հարցի դեմ առնեն, դե քանի որ բոլորիս երեխաներն են այնտեղ այդ սովորում, պարտադիր պետք է այդ հարցը բարձրացվի, ոչ միայն մի օկու կողմից, այլ համընդհանուր։ Իրանց ասելով վերահսկողություն կա, անում են, բայց թե հիմա իր ձևաչափով ես չեմ կարող արդեն ձեր հարցին պատասխանել, որովհետև ոնց դուք եք տեսնում, եթե այդ հարցը հիմա դուք բարձրացրեցիք, ուրեմն նորից շարունակական այդ արատավոր երևույթը։ Նման կոնյունկտուրայում արդեն ես գտնում եմ մի բան, որ պետք է նման արատի դեմ պայքարի մի ամբողջ ազգ։ Ինչու՞։ Որովհետև դա կործանում է մեր գենը, հայրենասիրական ֆոնով ասեմ, ոչ միայն խոսենք, որ չի կարելի իմ երեխեն աստեսովոր, մյուս ասի իմ երեխենա, չնայենք կենցաղային ֆոնի վրա, որ ասի եսի գալիս եմ երեխային, բան, ոչ, համազգային դարձնենք, բոլորիս, մեր գենին է դա կպնում։ Թմրանյութը ինչ անում, մարդուն քայքայում է, երեխան ասպաս մի առ ասեց, ծնվում է արատով, ու դրանից ինչ, ինքը շատ դանդաղ ցեղասպանում է մեր ամբողջ ազգը։ Դրա համար նման արատները պետք է վերանա մեր ազգից իսպառ։ Ընդհանրապես նկատել եք Մեսրոպ ջան, որ մեր ազգում ընդհանրապես նկատում ենք, որ հիմնականում սիրում ենք խոսալ, բայց գործի հետ կապված շատերը չեն անում, հա, այսինքն սիրում ենք խոսալ, բայց կոնկրետ պրակտիկ ինչ-որ բան դժվարանում ենք անել։ Դա, չգիտեմ, մեր ազգից է գալիս, թե հիմա ամբողջ աշխարհում է այդպիսի ֆենոմեն, հա, որ մենակ խոսում են հիմնականում, կարող է դա ինչ-որ, չգիտեմ, սոցիալական կայքերից էլ է, հա, որ սիրում են կոմենտ գրել, բայց կոնկրետ ինչ-որ գործ անել չեն սիրում, ինչ-որ գլոբալ sense առումով բան է էլի գալիս այդպես։ Նայեք, նորից անդրադառնանք այ բարարատ նախաձեռնությանը մշակութային, ինքը ապաքաղաքական էր, նախ ասեմ այդպես, ուրեմն խոսել դա կա, ես չեմ ցանկանում հիմա որակում տալ, բայց ասեմ, այո, ինչ շատ մարդ չի ճանաչում, երիտասարդ սերունդ եմ, բայց ես իմ գործողությամբ ապացուցում եմ, որ ես ուզում եմ քայլ անեմ իմ ազգային արժեքները պահելու համար։ Իմ հետի մարդիկով միացել է 10 հոգի, 20 հոգի, նույն արժեքները կրողներն են։ Գործողություն անելով դու ցույց ես տալիս, որ քո երկրի համար ինչ-որ մի բան անում ես։ Այո, իսկ շատ քննադատ են, կարան ասեն չի ստացվելու, կարան ասեն հա որ արեցինք ինչ, մեկը իրանց ուզածն են անելու, բայց ես արեցի, որ վաղ իմ երեխան ինձ հարց չտա, իսկ դու ինչ ես արել այս ամեն ինչի համար, որ հիմա մեծ խոսում ես։ Վաղը ինձ իմ երեխան չէ, մյուս երեխան հարց չտա, բա ինչա QR, իսկ ով չէ հելավ բարձրաձայն։ Այո, մենք բարձրաձայնելու ենք եւ շարունակական բարձրաձայնելու ենք։ Համախմբվելու ենք արարատականության գաղափարի շուրջ, որ ասել եմ, կասեմ, հասու չի ամեն մեկի գաղափարին։
Իմ նախորդ ելույթում եմ ասել, անդադ անդրադառնում նախորդ ելույթում, երևի նա երկար էր, դրան շատ մարդ չի տեսել, ասեմ։ Սիոն լեռը գիտեք հрьяաների։ Իրանք ոնց դառան պետություն Իսրայել։ Այսինքն համախմբվեցին ազգային գաղափարի շուրջ։ Սիոն լեռ։ Իսկ ի՞նչն է մեզ հիմա խանգարում։ Մենք Արարատը չենք դիտարկում պետական սահման, ասել եմ, կասեմ։ Տեղանքով չենք նայում։ Դա մեր արժեքն է։ Հիմա մարդկա ասում է, բա ինչի՞ եք խոսում խոստուփից։ Մեկը գրել էր, ինձ շատ շուտ տվաղուցված ծանոթ, ասում էր ինչի օրինակ չեք խոսում խոստուփից կամ արագածից կամ այլ։ Ասեմ հարգելիս։ Եթե թեման հիմա այս պահին կոնսոլիդացել է Արարատի շուրջ, ու նաև գիտենք Արարատը ինչ ցավ է մեզ պատճառել։ Արարատը ոչ թե Արարատը, այ Արարատի վերաբերյալից ցավ է ապրես ազգը։ Դա մեզ համար ավելի թե ինչքան մերը չի, այնքան ավելի թանկ է, չէ՞, մենք դες բան ասում կորցնելուց հետո էս գնահատում հասկանում։ Այո, մերը հիմա այս բանին մենք կորցրել ենք։ Բայց ինչ, ուրեմն մենք չպետք է իր սիրենք ու հիշենք, չպետք է մեր արժեքը պահենք։ Դրա համար նման բան ասում, դա հասու չի արարատականությունը ամեն մեկի գաղափարի։ Եվ նաև վերջում այսօր մենք տեսնում ենք, որ Ալիևը հայտարարություն է անում, հա կոնկրետ Սևային հետ կապված, ընդհանրապես իշխանությունները ասում են, որ իբրև թե իրենց ռետորաբանությունը փոխվել է, հա խաղաղության գործընթացը գնում, բայց մենք տեսնում ենք, որ Ալիևը ամեն օր ավելի սուր հայտարարություն է անում, այսօր հայտարարություն այս, որ Սևանը գոյություն չունի եւ այլն, ըստ ձեզ այդ խաղաղության գործընթացը ինչ ունով է գնալու, այս Ալիևի հայտարարությունը ուր են տանելու ու հիմա ինչ քաղաքական դոկտրինա պետք մեր ժողովրդին ու մեր պետությանը այս ամեն ինչից դուրս գալու համար։ Ամենացավոտ հարցերն եք նորից տալիս, բայց կանրադառնանք Ալիևը, ուրեմն այսպես եկեք խոսենք նախ խաղաղասեր, երբ որ քո հետ ուզում է մեկը խաղաղության պայմանագիր կնքի, ինքն էլ է ձեզ ինչ-որ բան առաջարկում իր կողմից։ Օրինակ բերեմ, լավ, հա, իր մոտ կա ռազմագերիներ, ինքը դա կարող է ասել, ես տալիս եմ ռազմագերիներ ձեզ հետ։ Ունենք արծվաշեն էքսկլավ տարածքը, որը իր պետության մեջ է, անկլավ եւ էքսկլավ տարբերությունը չգիտեմ, մեր ժողովուրդը գիտի, անկլավը որ մեզ սահմանակից է, իսկ էքսկլավը որ մեզ է պատկանում, բայց գտնվում է իրենց պետության մեջ։ Դա մերն է։ Իրենք պատրաստ են անխոչնդոտ եւ անվտանգ ճանապարհ տրամադրել։ Իրենք ինչ-որ քայլ արել են խաղաղության համար։ Այո, խաղաղությունը լավ բան է, իսկ ով ասում ոչ։ Մենք խելագարը կարա տենչապատ պատերազմ, ցանկանա կործանի սերունդներ։ Ոչ չենք ուզում, բայց գոյություն ունեն նորմեր, որը խախտել չի կարելի։ Մենք չենք պատրաստվում կռացած ապրել մեր սերունդների առաջ։ Ալիևը չլինի, ով ուզում է լինի, այսպես ասեմ։ Մենք հայ ենք ու դա չպետք է մոռանանք։ Գոյություն ունեն, նորից եմ ասում, նորմեր, որը չի խախտվում։ Ալիևը այսօր հայտարարեց, ասաց Սևանը լիճ չկա, կա գյոլ չէ։ Իրանց պատմությունից էր խոսում, կեղծարարությամբ էր զբաղվում։ Ալիևը մոռանում է, որ մեր թվարկությունից առաջ դեռ առաջին հազարամյակում ասորական եւ ուրարտական արձանագրություններում կա Սևանա լիճը, կա այդ պատմությունը, որ Սևանը մերն է, ինչ մեծ հայքը։ Մեր տարածքը որն է։ Ալիև իսկ մեր բարձրաստիճան պաշտոնյաները, որ այսօր արդարացրան, ասել են ագրեսիա չենք տենում կամ մեկ-մեկ է խոսում, ինչ կապ ունի։ Սա այն պահն է, չեմ ուզում հիմա հանրային ասեմ, որ ասում է քշի էլի ես եմ։ Դա է դառնում։ Այսինքն ինչ նշանակում է, որ քիչ է սկսել խոսալ, այսինքն ինչ։ Ուրեմն չի սպառնում մեզ էլ։ Խաղաղության գործընթացը որն է, ինչ երաշխիք կա խաղաղության համար, խոսում եք խաղաղությունից։ Այո, հետ պատերազմյան իրավիճակը, մի ամբողջ հայ ժողովուրդ ուզում է լինի խաղաղություն։ Իսկ ով ասեց, բայց ձեր ասածները նոնսենս է։ Դուք ասում եք ագրեսիա չենք նկատի, իսկ ինքը չի ասի Ալեն Սիմոնյանը, չի ասի տանկերով կգամ, ասලා մեքենաներով, հնարավոր է մեքենայով։ Այսինքն ինչ է նշանակում, ինչ ուզի պետք է անի։
Այստեղ նաև մի շատ կարևոր հարցի պետք է անդրադառնանք, իրական քարոզչական գծին նաև պետք է հետևել երկու պետությունների միջև, օրինակ Ալիևը նաև պետք է ասենք, որ վերջերս ու ինքը միշտ է հայտարարել, բայց վերջերս նաև շատ մեծ ֆինանսավորում է տվել, նույն գիտեք Ադրբեջանում Արևմտյան Ադրբեջան կոչվող հասարակական կազմակերպություն կա ու Ալիևը անձամբ, հա, իսկ պետական շատ մեծ ֆինանսավորում է ստացել այդ կազմակերպությունը ու շատ մեծ քարոզչություն է գնում Ադրբեջանից։ Հիմա Հայաստանը ոնց պետք է նաև այդ քարոզչական պատերազմում, հա, դիմակայի։ Ես էլի գասեք անդադ նախորդ ելույթն եմ ասում, նախորդ ելույթում նորից խոսեցի, հիմա նորից կհիշատակեմ։ Ուրեմն եթե կա նման նարատիվ Արևմտյան Ադրբեջան, այդ կազմակերպություն, Արևմտյան Ադրբեջանը առանց պետության սուբսիդավորման չի կարող գոյություն ունենալ։ Հենց այդ է հարցը, որ իրանք քարոզչական գիծը սենց է, չէ՞, որ իրանք առանցին անկախ կային, բայց վերջերս փաստաթղթերը արտահոսքա տեղ ունեցել, որ հենց պետական ֆինանսավորում է ստացել այդ ասենք դուք ինչպես եք կարծում, առանց պետական հովանավորչությամբ իրանք կարող են արտահայտություն անեն, որ սա մերն է, սա մերն է, ՀԿ-ն ինչպես դա կարող անի։ Հիմա ես օրինակ ունեմ ՀԿ, հանուն պետականաշինության, դուք էլ գիտեք։ Հիմա ես կարամ վերկանամ, օրինակ ասեմ, սենց ենք անում, մի ցուցումներ տամ։ Եթե իրավունք ես ունեմ, ոչ չունեմ։ Այսինքն պետության կողմից աջակցությունը կա։ Իրանց դա փաստ է։ Իսկ մեր քարոզչական դաշտը ասում մի տրվեք իրենց սադրանքներին։ Դուք ավելի շատ եք խոսում իրենց Արևմտյան Ադրբեջան թեզից, քան իրանք։ Երբ որ ազգային ժողով մի օր գնացինք հարց ու պատասխանի, գիշեր ձեզ ասել էի։ Ալեն Սիմոնյանն ասում է դուք մի ասեք Արցախ, մի ասեք Արցախ վերադարձի վերաբերյալ, իրանք էլ չեն ասի Արևմտյան Ադրբեջան։ Ես էլ ասացի, այսքան ինքը ասում է ադրբեջանցիներ այստեղ ապրել են, իրենք դե հնարավոր է մի օր գան, այսքան Հայաստան ադրբեջանցիները այստեղ ապրել են 7 տասնամյակ, 70 տարի, երբ որ խորհրդային միություն էր։ Իսկ Արցախում հայեր ապրել են 3000 տարի եւ ավելի։ Տարբերությունը շատ մեծ է։ Merci շատ մեծ Սովջան այսօր մեր ոդկասթին մասնակցելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Շնորհակալություն հարգելի հետևորդներ, խնդրում ենք բաժանորդագրվեք One Talk YouTube-յան ալիքին նորությունները բաց չթողելու համար։ Կհանդիպենք։